Որպեսզի իմ ասածները ինքնագովեշ չլինի եւ PR չհամարվի, ես ցույց եմ տալիս իմ կարմիր դիպլոմները, որը ավարտել եմ Ստեփանավանում, Կիրովականում, ինստիտուտից դիպլոմը 1.5-ով ընդունվել եմ 2.5, 1.4 գնահատականով ավարտել, զարմացրել հասարակություններին եւ պետական քննություն տալուց դասախոս ակադեմիկոս Ռուխիկյանը, ոչխարաբուծության գծով դասախոսը, ականջների ծանր մարդ էր, երբ ես հստակ բարձր ձայնով պատասխանեցի եւ ընդդիմացա նույնիսկ դասախոսին, որ ինքն է սխալ գրքումը գրել, մի հարց սա զարմացրեց բոլորին։ Ես ստացա բացարձակ 5 գնահատական գովեստի խոսքերով, այդ Ռուխիկյանն ասաց, իսկ такими бывают научными сотрудниками։ Իսկ մի բան էլ ասեմ, որ ես ինչ էի խաբել այդ հատվածով, որ ես ոչ խաբեբա եմ, ոչ էլ գողություն արած մարդ, պետք է 4-րդ կուրսից, 3-րդ կուրսից պետք է աշխատեինք գյուղատնտեսության մեջ կոնկրետ անասնաբուծությունում։ Բայց ես քանի որ իմ պրակտիկան անց էի կացրել սովխոզում, ինձ տեղեկանք տվին, որ ես աշխատում եմ սովխոզում անասնապահության բնագավառում որպես բրիգադիր։ Այդ տեղեկանքը ներկայացրել էի, բայց սուտ էր դա։ Այսինքն ես ստիպված էի այս process-ում եւս ինչ-որ չափով շրջանցել։ Եվ դասախոսներից մեկը ասաց, սա բրիգադիրի պատասխան չէր, քանի որ հստակ էր, եւ 150 ուսանողի մեջ միակ ինքս եմ եղել, որ թենց բարձր առաջադեմություն եմ ունեցել, նույնիսկ ուսանողները քննությունից առաջ շուրջս էին հավաքվում, որպեսզի ես բացատրեմ։ Դրա հիմքը տեխնիկումի գիտելիքներն են, որ այսօր կարծես թե արհամարվում է տեխնիկումը, նույնիսկ մանկավարժ տեխնիկումավարտներին ազատում են աշխատանքից, ես շատ դժվար եմ տանում այդ բանը, քանի որ պրակտիկան ճշմարտության աստիճանն է, իսկ ուսուցիչներն ունեն պրակտիկա եւ ինքնազարգացման ունակություն։ Անցնեմ առաջ, ավարտելուց հետո, քանի որ Սուի պետը Քալանթարյան Վազգենը պապայից խոստացել էր, որ գործի պետք է նշանակի, գնացի դիմում տվի, որ գործի անցնեմ։ Եվ ասեմ այդ խստապահանջ անձնավորությունը աշխատասեր, այն ժամանակ շատ լավ կադրեր ունեինք, աշխատող, սույլ մարդկանց չէին պահում, աշխատասեր մարդկանց էին վստահում ձեռնարկության տնօրեն լինելը։ Ասեմ, որ լինելով համագյուղացի հայրիկիս հետ, այնուամենայնիվ մի հարցում ես ոնց որ իրան ոտը կոխեցի։ Իհարկե հայրս հրավիրել էր մեր տուն իմ քեռինի հետ, որպեսզի վերջապես մի թեթև ճաշկերույթ կազմակերպեն եւ այլն։ Հարցազրույցի ժամանակ հենց Ատեկայի մոտի շենքը այն ժամանակ գտնվում էր ճանապարհի հավասար, իսկ ճանապարհը ուղղելու պայմանով 3-4 մետր ճանապարհը իջել էր, շենքը մնացել էր բարձունքի վրա։ Իմ քեռին հարցրեց, Քալանթարյան, կարող է մեր շենքը փլվի։ Ես անհամբեր ասացի, չի փլվի, որովհետև այս բանաձևով 2A հիմքերի հեռավորությամբ 10 մետր խորությամբ ճնշումը վերանում է։ Իսկ դա 2A-ից, այսինքն 2 մետրից այն կողմը 3-4 մետր տարածք է շենքի առաջ։ Սա խոժորվեց, վատ զգաց, որովհետև ինքը շինարարության մասնագետ չէր, բայց ինքը շինարարական կազմակերպություն էր ղեկավարում, նախկինում ղեկավարել էր էլեկտրոցանցը, 3 տեղից հոսանք էր բերել, աշխատասեր մարդ էր։ Եվ գնացի ընդունելության, որպեսզի ընդունի աշխատանքի։ 11 օր իրան ընդունարանում ես սպասել եմ, որ նա ինձ ընդունի։ 11 օր, այդքան ծանոթ լինելուց հետո։ Վերջապես մտա տվեց մի փոքր պրոյեկտ, Ատեկայի գրասենյակների պրոյեկտը։ Շատ սովորական ես վերցրի, իհարկե չբացեցի նայեմ ինչա, թևից տակ դրի ու դուրս եկա։ Հետո հետագայում ասել էր, ես այդ արի տեսնեմ հլա ոնց հա թարվարում, ոգևորում ա թե ինչ, ես շատ հանգիստ դուրս եկա, վերջապես ինձ ընդունեցին որպես աժղեկ։
Հենց գազམ་ակերպության մոտ գնում էր շինարարություն, պեմզաբլոկի ցեխը, պլիտեքի, պանելների, արմատուրի ցեխը, որ ես եմ բանը իրականացրել զրոյից, ոչ մի ինժեներ չի մասնակցել, հիմա այդ շենքը շինությունը մնում է, նաև ծղոցարանի հիմքերը գցեցի։ 2 ամիս աշխատեցի և շատ ճշգրտորեն իրականացրի դա։ Տեսնելով իմ հմտությունները շինարարության բնագավառում, ինձ տեղափոխեցին Օրդյան Ռուբիկի օբյեկտը, նա էլ էր արձակուրդ գնում 2 ամսով։ Օրդյան Ռուբիկը կարծես թե չէր վստահել, որ կարող է այդ մատերիալը հանձնի իմ հարևան Ստեփանյան Սեդրակ, որը հաշվապահ էր, ասել է Օրդյան, դու այդ երիտասարդին առանց որևէ մի բանի պեչատը հանձնի ու գնա, առանց անհանգստանալու, ոչ մի բան չի կորչել։ Վերջապես այստեղ մարդկանց հետ նորմալ հարաբերություններ պետք է ունենայիր։ Ընդունեցի այդ շենքը, նայեցի այդ օրը եկել էին արմատուրչիկները, Պրարապ Օրդյանն էր, պրոյեկտը բացեցին, նայում են, ես էլ կողքից վերևից նայում եմ, զրույց են անում, այս արմատուրեն այստեղ, այն արմատուրեն այնտեղ, թերթեցին այդ պրոյեկտը, ես մի պահ քարացա, այ մարդ, ես այդ լավ չգիտեմ այդ պրոյեկտները, երեկոյան տեխնիկում ենք ավարտել, այդ պրոյեկտներին այդքան էլ ծանոթ չեմ։ Իրանք հենց գնացին, վերցրի այդ պրոյեկտը, գնացի նստեցի առանձին սենյակում ու սկսեցի թերթել, հասկացա, որ ես պետք է ավելի ուշադիր լինեմ, սա պատահական գործ չի, սա շինարարություն է։ Եկա նայեցի, տեսա, որ դարսած արմատուրանները գործած բերած ոչ մեկը չի համապատասխանում իրականությանը, ոչ մեկը չի բռնելու իրանք տեղը։ Նրանցի ներկայացա բանավոր իհարկե զեկուցեցի, որ արմատուրեքը լրիվ սխալ է։ Փորձառու մարդիկ, արմատուրչիկներ, Պրարապ եւ շատ լավ մարդիկ են մեր արժեքները, շատ համերաշխ կոլեկտիվ, անունները եթե ասեմ, բոլորդ էլ կարող է գիտի, մի պահ հուզվի, քանի որ ոչ մեկը հիմա չկան նրանցից, Օրդյան Ռուբիկներ, Պապյան Սաքոն, Օհանյան Նորիկը, Անտոնյան Վարդկեսը, նաև Ավալյան Հրանտը, մի խոսքով, բոլորը շատ լավ մարդիկ էին, համագործակցած, աշխատում էին, ու ասեմ, բոլորը ունեին 4-5 օբյեկտ շինարարական, որովհետև այնքան ինտենսիվ շինարարություն էր գնում, որ ամեն արժեք ուներ մի քանի օբյեկտներ և պետք է հասցնել այդ իրականացնել։ Ես այդ արմատուրեքը, որ արդեն բոլորը տարան, ուղղելու բերեցին իմ պահանջով, արդեն ես այդտեղ էլ իմ հեղինակությունը բավականին բարձրացավ և սկսեցի աշխատելը։ Առաջի օրն է, աշխատում եմ, մտել եմ, ուսումնասիրում եմ, տեսնեմ ինչ կա, ինչ չկա, մի հատ կրանովչիկ Հրանտ կար, եկավ հենց պերերևի ժամին, բետոնը լցրած կովշի մեջ, օդում կախած թողեց, իջավ ու գնաց։ Այս աշխատողները բրիգադիր է, Երևաններ, Այգեզորցի, ասեց մեկա դրա հետ գլուխ չես կարող հանես, դա այդ բնավորությունն ունի, ներողություն, Փայլակ էր անունը, ասեց այդ բնավորությունն ունի, տենց հանելու, ասեց ոնց թե, հա դե լավ, գնաց ճաշարան հաց ուտելու, ես էլ գնացի, նույն սեղանին նստեցի, ճաշ պատվիրեցի, նստած, դեռ չկերած, ասի Փայլակ, սա ինչ է նշանակում, դու էլ ուրիշ ոչ մի բան։ Նայեցի լուրումուն, առանց ջղայնանալու, ես էլ ժամանակ չէի ջղայնանում ընդհանրապես, բայց խիստ էի, պահանջկոտ էի գործի համար։
Սա վեր կացավ, գնաց, բարձրացավ կրանը, իրեն ճաշնել չկերավ, գնաց բարձրացավ, կոֆշը իջացրեց, ու նոր հետո եկավ։ Մի խոսքով արդեն ճանաչվեցի որպես լավագույն մասնագետ։ 3 տարում 5 տարվա կոնսերվացրած այդ օբյեկտը, 5 տարվա կոնսերվացրած օբյեկտը, իհարկե ես պետք է այդ Օրդյան Ռուբիկին հանձնարարված էր բանկի շենքը, Վերին Կարմիրի դպրոցի շինարարությունը, ԱՏԿ-ի շինարարությունը, Մաքրման կայանը եւ այդ շենքը։ 5 օբյեկտի պատասխանատու էի։ Սակայն ամենաշատը շեշտը բանը ուշադրությունս դարձրի այդ շենքի վրա։ Իսկ մնացած տեղերի բրիգադիրներ կային, գնում էի ուղղություն տալի ու գալի։ Հետևաբար անցավ 2 ամիսը։ Եկավ Օրդյան Ռուբիկը, ընդունեց իրան օբյեկտը ու ինձ ասաց 6 տոննա ցեմենտ ավել ես օգտագործել։ Ասի ընկեր Օրդյան, կոշիկի կարոպկով ցեմենտ են ուզել, ես չեմ տվել, ես չգիտեմ ոնց է եղել։ Իմիջիալոց իրեն գիտեին, որ ոնց անեն, ոնց դուրս գրեն, ինչ անեն, ես դեռ դրանք չգիտեի, ժպտաց ասեց, հա, հայ հեչ, մի մտածի, այն ազալիվկի մեջ գնում է, էլի շենքին է գնացել, շենք համուր կլնի։ Իհարկե ես շատ հետևողական էի, օդանցք չէին դրել ներքևից, գնացի խողովակ ճարեցի, բերեցի, պատոն դրեցի, հետագայում ասել էին օդանցք չկա, բանը երկրորդ հարկում, իհարկե ներքևից պետք է դիմավենտիլյացիոն բլոկները տեղադրեին, չէր տեղադրված սխալներ կար, վերջապես հետևողական էլ չենք հասցրի 5-րդ հարկը 3 ամսում։ Այսօր էլ որ տեսնենք իմ ընդունած հատվածը եւ ներքևը կտեսնենք ինչքան որակով էր իրականացվել այդ շենքի շինարարությունը մաքուր։ Այդտեղից ամենադժվարը, որը կոնսերվացրած էր, դա մաքրման կայանն էր, որ ոչ մեկը գլուխ չէր հանում դրանից։ Ամենաճշգրիտ գործը, ամենանուրբ, ամենապատասխանատու գործը։ Ինձ հանձնարարեցին, որ գնամ այդ մաքրման կայանը իրականացնեմ։ Մաքրման կայանը շատ լուրջ խնդիր էր, բանվորական կազմ չկար, չէր հերիքում։ Այդ ժամանակ բերեցին վեսիլչիկներ, բանտարկյալներ եւ բաժանեցին օբյեկտների վրա։ Ինձ տվին 12 կալանավոր, որոնց հետ պետք է ես աշխատեմ։ Իհարկե, դրանց հետ էլ շատ շուտ, ոնց որ ասած, լեզու գտա, լեզու գտնելը որն է, հուզված մարդիկ էին, որ հուզվում էին, պետք է թողեին իրենց հուզմունքը անցներ, որից հետո նորից սկսեին աշխատել։ Իհարկե աշխատող մարդիկ էին, մենակ մեկն էր ջիպգիր, որին մեր տուն չեմ տարել, որի համար հաց չեմ տարել, մայրս բուֆետապան էր ԱՏԿ-ի այնտեղով գնալուց տղաների համար հաց էի տանում, ոնց որ խղճահարած, որ մարդիկ վերջապես մարդիկ են։ Եկավ նարյատ գրելու օրը, նարյատ գրեցի, իմիջիալոց ասեմ, մեր տեղացիները միջինը 6 ռուբլի էին ստանում, իմ նարյադը տեղավորվեց շատ, քանի որ բարդ օբյեկտ էր, կատարավական քիչ էր գալի, կլոր հորեր, չգիտես, շատ դժվար, քիչ ծավալի գործեր էր, բայց դժվար իրականացվող, 5 ռուբլի նարյադ գրեցի կալանավորներին, տարա եկա բանվորների մոտ ասի դե հա նարյադը գրածա, բայց չասացի ինչքան, հետո լսել էին, որ 5 ռուբլին դարձրել են 3 ռուբլի 60 կոպեկ։ Ես գնացի վրդովված, ասի ուրիշ օբյեկտների հաշվին գոնե էտը հնարավորություն տվեք այդ մարդկանց պահենք։ Ասի էլ չեմ աշխատելու, մինչև այդ հարցը չլուծվի։ Բերեցին 4 ռուբլի 60 կոպեկ դարձրին, այսինքն 40 կոպեկ պակաս։ Ես մարդիկ լսեցին, իմացան իմ պայքարը ու արդեն ինձ ընդունեցին որպես իրենց հարազատ ղեկավար։ Եկավ իմ բանակ գնալու ժամանակը, ոչ թե ժամանակը, քանի որ ծնողներս երկրորդ կարգի հաշմանդամներ էին, 4 տարի ուշացել էի բանակ գնալու։ Արդեն պավեսկ են տվել, որ ես պետք է բանակ գնամ։ Սուի պետը իմ ներկայությամբ զանգահարեց Զինկոմ Սուքասյանին, նախընտրելու բան չուներ,
նա ուղղակի ասում էր պետք է ասպես լինի, որպեսզի այդ օբյեկտը կարողանա ավարտին մոտենա, կարողանամ ավարտին հասցնել, ասեց անուն ազգամունս տվեց եւ ասեց պետքա իրեն ուշացնես բանակ գնալը։ Նա ասեց առանց այն էլ ուշացել է։ Մի խոսքով ես 6 տարի հետո եմ բանակ գնացել, իմ բանակի նկարները այստեղ կա, 6 տարիքում գնացի Պրիմորսկի կրայ եւ այնտեղ բարեբախտաբար ինձ նշանակեցին ես շինարար էի, շինարական կազմակերպություն էր, հրաժարվեցի ցույց չտվի, որ ես շինարար եմ եղել, որովհետև ցուրտ, զուրտ, ձմեր, պատասխանատու գործ եւ ինձ տարան կուլտուրայի տան վարորդ Վիլիս Ուազիկի վրա, կուլտուրայի տան ծառայական մեքենայի վրա, սա մեր կուլտուրայի տունն է եւ ինչ, այնտեղ ինձ համար ոնց որ մի սանատորիա, սակայն այդ էլ կասեմ, որ բոլորը իմանան, որ ինչ կարող է ճակատագրական լինել եւ 9 ամիս հետո իհարկե իմ անունը կարդացին որպես լավ ծառայող եւ 9 ամիս հետո ես կարողացա ինձ ազատեցին եկա տուն։ Ինչն էր պատճառը, դա էլ հետաքրքիր process է, որ ասեմ։ Ինձ ունեի խնանիչեսկի տանզելիտ, այսինքն անգինա, շատ սարսափելի բան էր։ Հիվանդանոցում գնացի, որ անգին եք բուժել տամ, հանել տամ եւ այլը, եւ հիվանդանոցում իհարկե մերոնց նամակը որ գրում էի, ասի գործողման մեջ եմ, չէի ասում ինչ եմ, չի, էդել մեծ գոսպիտալ 26 բաժանունքով, ընկար ընդեղ ոտից գլուխ, ոտից մինչև մազի ծայրը ուսումնասիրում են, նայում են սովետական կարգեր, ընդունված, որ պետք է հետևեն։ Վերջապես բոլոր պրոցեսներ անցնելուց հետո ես պետք է գնայի վիրահատման, բայց դեռ չէի գնացել, իմ բժիշկը եկավ թե ասեց, հա, ասեմ, ուրեմն մի հատ կորեացի էր իմ բժիշկը կին, բոլորի մեջքից սոկ էր հանում, բոլորի մեջքից պարտադիր, այնտեղ կային եւ զինվորականներ, եւ սպայական կազմի ընտանիքներից, եւ ընդհանուր մեծ հիվանդանոց էր։ Ես մի հատ ռազմիկ կար Երևան քաղաքից, ասի հանկարծ դեղ կտանում, մեջքիցս սոկ կհանեն, քեզ ասի չեմ ների, հանկարծ չթողես, կարող է քնաբեր տանուց հանեն, պարտադիր բոլորի մեջքից սոկ էին հանում, տանում էին վզից հանում, գնում էին մանով մի կերպ բերում հասցնում ուշքը գնացած։ Վերջապես մենակ ես թույլ չտվի եւ իմացա, որ իմ բժշկուհին դիներ, ինֆարկտ ստացել։ Մի 15 օր հետո եկա որորվելով, ասել է ինչն է պատճառը, ասել էր Զարգարյանն է ինձ այսօրը գցել, չթողեց որ բան հանեմ, սոկ հանեմ։ Իհարկե չթողեցի։ Եկավ իմ բժիշկը գլխավորը ասեց մի բան խնդրեմ կանես, ասի ինչ է եղել, թե գնանք մի կապիտան կա, գնալու եք գոմաղ բարձեք, ասի, հա դե հիմա ինչ կա որ կբարձեք, ես էլ առույք տղա եմ, երիտասարդ, դու ասի դա գժանոցի բժիշկն է, չէր կարող իրան գժերին հանի տանի, որ գոմաղ բարձեն, կաբին զիլ մեքենայի ավտոխցիկում նստած երեքով վարորդը ինքը և ես գնում ենք, որ գոմաղ բարձենք, խոս գնաց, ասի ինչ տարածք է, ասեց 500 մետր մոտորապես, ասի 300 մի քիչ խորամանկություն արի, որ ասենք 500 կիլոգրամը հերիք էր, ասի 300 կիլոգրամն էլ է հերիք, որպեսզի քիչ բարձեմ, զրուցելով գնացինք, ասեց բա դու ինչ գիտես, ասի ինստիտուտի 3-րդ կուրսում եմ, ագրոնոմիա նոր եմ անցել, նոր մեկը գիտեմ։ Նայեց, զարմացավ, ասեց բա դու ոնց է ինստիտուտից բերել են, ասի հեռակա եմ սովորում, ասի էլ եմ սովորել, 2 հատ կարմիր դիպլոմ ունեմ, ոնց որ հիմա ցույց տվի, շինարար եմ եղել, բերել եմ, բա հիմա ինչ ես անում, ասի հենց նկարում ցույց տվի, ասի Վիլիս մեքենա եմ քշում կուլտուրայի տան, քաղաքացիական գործ է դա, 60 ռուբլի եմ ստանում ու քշում։
Սա մտորվեց դու ասել Ռուսաստան այդքան ուսմանը տեղ չեն տալի, սա բժիշկ կա, սովորած անձնավորություն, մտահոգվեց, դե լավ ասեց կգա կտեսնեմ։ Ես էլ չեմ անում եմ ինչ ասում։ Որ եկա, ասեց կապիտանը սենց բան ասեց, այդտեղ մեր շրջապատում է ռազմիկին, ասեց դա կոմիսիայի նախագահն է։ Այ քեզ բան։ Ես ազատ զրուցել եմ հետը կոմիսիայի նախագահն է։ Կոմիսիայը գնացի իհարկե գլաններս հեռացրին, արյունահոսություն տվի երկրորդ օրը 5 ֆլակոն լցվեց, ծանր վիճակում էի, ես էլ սրսկումից վախում էի, անգին ես թույլ եմ տվել, որ հանեն, ասեղից սրսկում եմ, քույրը եկավ, թե դա ուտրակոլ չի, թող արա սրսկեմ, չթողեցի, բժիշկը եկավ մայորը, եկավ, ասեց դե լավ, փոքր ասեղով, իմ խատ էր, փոքր ասեղով թույլ տվել, արդեն սրսկեցին, բայց այլն էի բավականին գործրել, վիճակս այնքան լավ չէր։ Գնացի կոմիսիայի 3 հոգի են, մեկը հարց տվեց, ինքը կենտրոնում նստած, ասեց ուզում ես ծառայես, ասի ուզում եմ, այդ մեջ ընկավ այդ գլխավոր բժիշկը, կապիտանը, ու ասեց ուզում է, բայց չի ստացվում։ Ինքը հարցերը լուծեց, ես դուս եկա, ասեց գնա սպասի, Խաբարովսկի պատասխանի։ Եկա չաստը, մեր զորամասը։ Եկա զորամասը դեշինարական կազմակերպություն էր, պետք է քարփիչ բարձեին, տեղափոխեին, բանվորություն անեին, այնտեղ գործարան կար քարփիչի, նաև տեղ աշխատեին, ասի չեմ կարալ, իրոք չէի կար արդեն ցուրտ ձուն ծմեր, հունվար ամիս, ասի չեմ կարալ, հիվանդ եմ, հաշվի չառան, գնացինք, ասի մեկա չեմ աշխատելու, քանի որ ես թեկնածու, կուսակցության թեկնածու էի, կոմունիստական կուսակցության, բոլորը մի քիչ ահ էին անում ինձ հետ այլ ձևի խոսելուց, ես կամանդին եմ քննադատել, երաշխավորագրերս եկել է մեր ռայկոմ, եկել է այստեղ շնորհաբանը, իմ մասին երաշխավորագրերը եկել է գովեստի խոսքերով, մի խոսքով, գնացի, ասեցին, որ չես կարալ աշխատես ճաշը բաժանի, ճաշը բաժանեցի, բոլորին էլ լավ լցրի, 10 հոգու չհասա, այ մարդ ասեցին, ես ինչ արիր, ասի դե լավ, ինչ արի, էտա տենցա, եկ այն նաչալնիկի մոտ, որի մոտ ծառայել եմ, ասի սենց առողջականս լավ չի, ասեց ոչ մի տեղ չես գնալու, 2 ամիս պետք է մեր ես կուլտուրայի տանը մնաս, մինչև քո թղթերը կգա։ Այդ մարդը տերություն արեց, որովհետև իրեն ընտանիքին էլ էի ծառայում նվիրյալ ձևով, ազնվությունը նա գնահատեց, 127 կին աշխատող կար այդ կազմակերպությունում, 18 տարեկանից մինչև 70 տարեկաններ, բոլորը ինձ սիրում, հարգում էին, ընդունում էին, ես էլ ազնիվ ձևով ծառայում էի իմ նաչարնիկին եւ այլն։ Դա մի քիչ այլ պատմություն էր, այդտեղից հետո եկավ հիմա այնտեղ նոր տարին, փետրվարի 23-ը, բոլոր տոները մեծ շուկով նշում են, նոր տարին ավելի շատ, վերել են մի նկարիչ, որ պետքա մեծ պլակատներ գծի, բանանկարի, ու մի զինվոր են վերել իբր պլոտնիկա, որ պետքա ռամկեքը սարքի։ Մի ամսուկես այդ տղեն ստից գլուխ պահեց դեմբել էր, ոչ մի բան չարեց, նկարիչը չընդունեց ոչ մի բանը, ռամկեն։ Տեղակալին, նաչալնիկից տեղակալին ասի, մի օրում, մեկ օրում, այդ բոլորը սարքեն ու տան, մինչև կինոյի ժամը։ Նայեց, գրաս եկակ, հետները դեազատ հավասարի հետ ինձ համար նշանակություն չուներ, ով էր, հաջորդ օրը սկսեցի մի անգամից դերի բոլորը կտրեցի, սարքեցի, մի շատ երկար աստիճան էլ սարքեցի, որ բարձրանան այս շենքի ճակատները, ես որ ես ցույց տվի այդ կուլտուրայի տան շենքը, այս նաչալնիկս եկավ ասեց, օհ դե խիտրի արմյան ասեց, բա որ գիտեի խիչ է իրանում, ասի նա դեմբել էր, պետք է ես նրա գործին խփեմ, նա դեմբել էր, օրեր մտնացնում, որ գնա իրան տուն։ Եվ այլն, բանակից եկա ու նորից պետքա աշխատեի։ Ընդունվեցի երրորդ շենք կազմակերպությունում, որտեղ ես աշխատում էի
Իմ հենց այդ օբյեկտում ինձ աշխատանքի անցկացրին, այն էլի ինչ, ասեցին ինչ ես ուզում աշխատես, ասի առաջ կարգի բան որ, հենց այդպես, քանի որ տեխնացուականս եկել էր, պետքա կուսակցության մեջ ընդունվեի նոր, բան որ, մենակ թե օրերը լրանա, ես կուսակցության մեջ ընդունվեմ և այլը, եկա կուսակցության մեջ ընդունվեցի, այն ժամանակ տեխնացուի, և քանի որ Մաշկայլյան Հենզելը գնացել էր արդեն ջրային ջրամբարաշինության ինժեներ, այսինքն համար 9 շարժական մեքենացված Շարասյան ինժեներ, բանի Տավուշի ջրամբարի վրա, ինձ ոնց որ նրա խոսքերով ինձ տեղափոխեցին ընդեղ, գնացի, ոնց որ ասում եմ շինարարության վրա որոշ բաներ չգիտեի, գնացի 3 օր այնտեղ եմ, հիմա ջուրը մի տեղով ա գնում, մեքենաները բերում են կավա, գրունտա, քարա, աչութարս բերում են, նայում եմ, ասում եմ, ես եկել եմ այստեղ, ես ինչ պետք է անեմ, սա հիդրոշինարարություն ա, ես էլ ճիշտ ա շինարար եմ, բայց այս բաները դեռ չգիտեմ, թե ինչ են անում։ Գլուխ պահեցի մի քիչ, մեքենան վարորդների հետ գնացի կարիերան, գնացի երկրորդական աշխատանքներ կազմակերպելու, արդեն գլխի եղա։ Եկա մի հատ Դիլանյան Միշա կար, որ Ստեփանավան միասին սովորել էինք, այդտեղ բրիգադիր էր։ Եկավ ասեց, ես ինչ ես անում, կավն ու բանը քարը խառնել են իրար, պրարաբես բարձր պաշտոն է, դա պրարաբը արդեն բարձր պաշտոն էր, 2 հոգի ենք պրարաբ կոչման տակ, մնացածը ցածր էին, մաստերներ էին կոչվում, պրարաբ էին, բայց ցածր աշխատավարձով։ Ասիս լսի, Միշա, ուր ա պրոյեկտները, այդ ոնց եք ինձ դիմավորում, հենց տենց, թե պրոյեկտները են եք ես սենյակում գցած, ասի եկել եմ, բայց չեք բերում, գնացի պրոյեկտները վերցրի, բայց արդեն գիտեի որը որից հետո է, կավը, գրունտը, քարը, բերեցի չափումներ արի, Համաշկայլյան Հենզելը եկավ, ասեց արկոհլա մի հատ ռեպեր են վերևից 35 մետր բարձրությունից իջի նիվելիրով կանելով, տեսլա քարը վերջանում ա թե չէ։ Մի բանվորի հետ ռեյկան նա վերցրեց, ես էլ նիվելիրը վերցրի, չափելով եկա, ասի մի մետր սխալ ա, ասեց մի հատ էլ չափի, չափեցի, ասի խնդիր չկա, մի մետրը դեռ քար պետք է լցնենք։ Այդտեղ էլ անունս բարձրացավ, նայեցի չափումները, գնացի Սուրիպետին զեկուցեցի, այդ 300 մետրի վրա չափեցի, ասի 2 մետր 60 սանտիմետրը պակաս ա, սա զարմացավ, այդ հսկա շինարարությունում, այդ հողի, այդ ճշգրիտ հանել եմ ու այդ օրվանից դառա հիմնական տեղի պատասխանատու։ 4 տարի աշխատեցի ու այդ ջրամբարում նախագծում սխալ հայտնաբերեցի, որի համար հեղինակին հեռացրին, իսկ իմ անունը այդտեղ բարձրացավ։ Այսինքն լիճը պետք է վթարվեր, բացարձակ ես կանխեցի Արքիմեդի օրենքի համաձայն, այդ գալամյակը ջուրը մինչև կեսը բարձրանալը արդեն պետք է պոկեր ու գնար։ Ասեմ, որ շինարարությունում ենք այնքան էի լարված ու այնքան պատասխանատու, որ շին կազմակերպության պետը ինչ չէր թողում գոնե 10 րոպե բացակայում շինարարությունից, որովհետև ամբողջը խառնվում էր։ Եվ ինչ էր ասում։ Ու ասում էր, որ դու երբ ես ժամանակ գտնելու, որ ամուսնանաս։ Ասում էր, եւ պահանջում գրի։ Ուզում եմ ասեմ, Բադալյան Գրիգորը եւս շատ աշխատասեր մարդ էր, գործից հասկացող ու աշխատող մարդուն գնահատող։ Նա ինձ հետ երբեք կոպիտ բարդ չի օգտագործել ինձ հետ եւ հարգել է իմ իմացությունը եւ միասին կարողացել ենք այդ ջրամբարը գլուխ բերել։ Ու ինչ էր ասում, դու երբ պետք է ամուսնանաս, երբ պետք է ժամանակ գտնես։ 4 տարվա մեջ ես ոչ
մի րոպե գոնե միտեղ նստել եմ կամ ձմեռը կրակի մոտ անընդհատ վազքի մեջ, որովհետև 3 պրարաբ էր հիմնականում արմատուրի ցեխում զոոտեխնիկեր Հավթյան Սուրեն Նավուրից Ալիխայան Պավել բետոնագործ, ես էլ հողային աշխատողային պատվարի պրարաբ, բայց այդ ամբողջը ընկել է իմ վրա արմատուրի զակասները այդ բետոնային աշխատանքների չափերը տալը եւ այլ ամբողջը բոլորը գիտեն մատնացույց էին անում ինձ եւ ամուսնության հարցը իմ քերու կինը Թբիլիսիից էր եւ առիթը ստեղծվեց որ պետք է գնամ իրեն հետ Թբիլիսի ինձ համար կոստյում գնելու Արդեն ավարտել էի բնականաբար ասացի 2 տեխնիկումը, ինստիտուտը արդեն 3-րդ կուրսում եմ, բայց աշխատում եմ շինարարությունում։ Գնացինք, այդտեղ պատահեցի Ամալիային։ Ինքը ջութակի մասնագետ էր, գնում էր դասի։ Իրեն մորքուրը ապրում էր Իրենստանից մի քիչ ներքև։ Միասին իջանք, որ պետք է գնանք ինձ ցույց տա իրանց տունը ցույց տվեց ու ինքը միջապես գնաց գործի։ Եկա ինձ տեսնելուց հետո, քանի որ բարեկամական կապ կար, իրենց ընտանիքն էլ ամբողջ Շամշադինից Թբիլիսի գնացածները հյուրընկալվում էին այդտեղ, ես էլ այդ օրը գնացի, ինձ տեսան, լսել էին իմ մասին բնականաբար Եվ երկկողմանի ոնց որ բան առաջացավ, ես էլ Երևակայի դեռամուսնության համար չէի մտածում, իհարկե նախկինում մի աղջկա վրա սիրահարվել էի, գնացի, հետո իրանց տուն գնացի, ասել չեմ ուզում, որովհետև հարցեր կա ինքը չի ուզում երկար կանգնի ինձ հետ մի բար փոխանակի, դուրս էր գալիս, զրուցում ենք եւ այլ Վերջապես գործով էի տարված, ավելի շատ։ Ստացվեց այնպես, որ արդեն 25 տարեկան եմ, Ամալյան էլ արդեն ընդեղ ավարտել է իրան կոնսերվատորիան, գալիս էր ինքը ամառները դաչա, հենց իմ քեռի Սուրենենց տուն, իրան մորքուրի մոտ այստեղ, միասին, որպեսզի ինքը վատ չզգա, քանի որ ծանոթ ենք, միասին Կինոյին գնում գործ ավարտելուց հետո գալիս էինք, վերաբերմունք էի ցույց տալի որպես հյուր։ Վերջապես այնպես ստացվեց, որ բոլորը կողմնորոշվեցին, եւ ամուսնությունն էլ ինձ համար մի քիչ այն դժվարությունն ուներ, որ ես բծախնդիր անձնավորություն եմ, չէի կարող ամեն ինչը տանել, որևէ մեկից մի բան էի լսում եւ հրաժարվում եւ այլը, տենց ամբողջ բարեկամներս տրամադրված իմ քեռի մեխակը ասված վերջապես չես ուզում մորդ օգնող լինի պետք է գնանք ասի դե լավ համաձայնեցրին որ գնում ենք ասի դե ես գնում եմ վիլուկ քաղելու բանի Աղստափիան կողմը ժողովուրդը գնում են վիլուկ քաղելու չեմ ասում որ հակը գնամ նստեցին իմ ժիգուլին իմ մեքենան քեռիս մերս հերս դե գիտեմ այդ ուր են գնամ Բայց ասում եմ գնում եմ վիլուկ քաղելու։ Գնացինք, հասանք իրանց տուն, իրանց մի հատ բաբու ունեին, դե մերոնք խոսում էին տանը, այդ բաբուն կուխնյայում բաներ պատրաստում, ճաշմաշեր պատրաստում հյուրերի համար, թևիցս բռնեց ասեց, Ամալիից լավ աղջիկ դես ուզի, թե չղայնացած, դե ճանաչում էր, Թամարի մայրն էր, մեր Սուրենի, Թամարին գիտեք սույմ է, ինքն էլ էր սույմ աշխատում, քանի որ Թամարն էլ շատ զսպված անձնավորություն էր, մեր պետեում էր աշխատում, շինարարական կազմակերպությունում, ինքը բարձրագույն էր ավարտել, երկաթգծային եւ սույում արտադրության պետի տեղակալ էր աշխատում եւ այլ, արդեն ծանոթությունը կար եւ վերջապես ստացվեց համաձայնեցրին ինձ ամուսնացա դե հիմա մինչ օրս միասին ենք արդեն շուտով 50-ամյակը կլրանա իհարկե սովորական ընտանիքների նման եւ միասին եւ
շատ հարցերում վիճվում ենք, որովհետև ինքն էլ էր տնօրեն, հայ եկանք, բերեցինք, ինքը նշանակվեց երաշտական դպրոցի տնօրեն, ինքը շատ խստապահանջ էր աշխատողների նկատմամբ, աշխատեց, բավականին բարձր արդյունքներ տվեց դպրոցին, ես էլ բավականին օգնեցի իրան այդ գործում, քանի որ գործուղման էին գալիս Կիրովաբադից, Կիրովականից, ամեն տեղից երաժիշտ աղջիկներ եւ պետք է հանրակացարանի բանի հարց լուծվեր, ես աջակցել եմ, օգնել եմ իրեն, մի խոսքով համատեղ աշխատել ու համատեղ օգնել եմ իրեն աշխատանքում, նաեւ համատեղ ապրել մինչեւ օրս։ Դե հիմա մեծացել ենք, իհարկե մեր հոգսերը կամաց շատանում է երեխաների բանի ապահովման շատ հարցերում, կանգնած ենք երեխաների թիկունքին, ամեն հարցով աջակցում ենք, օգնում ենք։ Մի խոսքով ամուսնությունը եղավ, ստացվեց ու մինչ օրս ապրում ենք։ Անցնեմ իմ կյանքի երկրորդ պահին։ Իմ կյանքը բաժանված է երկու մասի, ոնց որ ասած, սոցիալիստական ժամանակաշրջանի եւ անկախության։ Անկեղծ ասեմ, անկախությունը ես գիտեի, որ այս օրին եմ այս հասցնելու շատ հարցերում, անիշխանություն է, թե իշխանություն է, թե բիզնես է, թե կապիտալիստական երկիր է, թե ինչ է, ես սովոր եմ սոցիալիստական աշխատանքին, խորհրդային միության ժամանակ մարդը հարգվում էր, գնում էինք մինչև Ռուսաստանի խորքերը գալիս, հարգում էին, մի ընտանիքի նման էինք, եւ ինչը ստացվեց, ես աշխատանքի անցա ինձ տեղափոխեցին շինարական գործեր ավարտելուց հետո 4 ջրամբարի վրա աշխատել եմ որպես շին տեղամասի պետ, աշխատել եմ Կոթի գյուղում, Նոյմբերյանի Կոթի գյուղում, 2000 հեկտար ոռոգման ցանց, ունեցել եմ 6 աշխեք, ու ես ասեմ, էլի եմ ասում, թե նրանք ոնց էին իրանց անձը մաքուր պահում, թե ոչ, այսինքն նյութականը ես չեմ խառնվել ոչ մի նյութականի իրենց հետ, 6 աշխեկս էլ հիմա այսօր չկան, ահել թե ջահել, աշխատում էին, օգտվում էին, տուն էին սարքում, լավ էին անում, ինչ անում էին, ես չեմ խառնվել, միայն զեկուցագիր եմ գրել, որ ես ժամանակ չունեմ նարյադները ստուգելու, ինձ խնդրում եմ նարյադների տակ ստորագրել չտակ, ու տենց էլ նարյադների տակ չեմ ստորագրել, այնպես է ստացվել, որ այնքան եմ գործով տարված եղել Նոյեմբերյանի այդ անծայրածիր տարածքում, ոռոգման չափումներ, կրան, վառելիք, կրանով խողովակներ էինք ստանում, գիշեր ցերեկ աշխատում էինք, մեկ շաբաթով գնում էինք աշխատանքի վերադառնում, մի խոսքով լարված, ծարաբերված աշխատանք է եղել այդ աշխատանքը։ Եկավ, ավարտվեց այդ աշխատանքը, ինձ տեղափոխեցին Թոզի կոլտեսությունում որպես գլխավոր անասնաբույծ։ Գնացի էլ նոր բնակավար, ոնց որ մի աղջիկ գնա ամուսնության մի նոր ընտանիք, շինարարությունը մի այլ բնակավար էր, իսկ կոլտեսությունը արդեն կոլեկտիվ էր, իրեն խիստ պահանջներով, վերահսկողության վերահսկիչներ ունեին, ստուգում էին, հետևում էին, բոլորը կասեն կոլխոզեր էլ իդե կերան, էսարին, ոչ ամենալավ բնակավարը մարդկանց գոյատևելու, ապրելու, հավասարություն, տեսակետից կոլտեսությունն է, այսօր որ կարողացել է մի քիչ լավ օգտվել, շատ օգտվել, ինչ որ մի չափով կարողանում է դրսևորել իրեն եւ ողջունում է այս կարգը։ Իսկ երբ լսեցի, որ ապապետականացնում են, ես Սերմակայանի տնօրեն էի։ Հա, կոլտեսությունից հետո տեղափոխեցին Սերմակայանի տնօրեն։ Էլ չեմ ուզում շատ խոսեմ այդ մասին, 3 անգամ ավել աշխատավարձ եմ ապահովել։ Իմ մոտ է այդ աշխատավարձերի պրոցեսը։ Կենթանի են Հովհաննիսյան Միշիկը, Թուման Հրաչիկը